Ողջույն սիրելի հետևորդներ, նման համեղ լցոնած կարտոֆիլներ պատրաստելու համար պետք է դիտեք տեսանյութը մինչև վերջ։ Ահա այսպիսի գործիք ունեմ, որով ձևավորում են ձմերուկը, սեխը, հիմա սրանով կարտոֆիլի միջուկը կհանեմ, եթե դուք նմանատիպ գործիք չունեք, կարող եք թեյի գդալով փորել, կամ ինչպես հարմար է։ Պետք է 5 մմ չափով պատեր թողենք կարտոֆիլին, որպեսզի լցոնելուց հետո ձևը չկորցնի։ Կարտոֆիլից հանած միջուկին մի փոքր աղ ենք ավելացնում, ջուր ենք ավելացնում և դնում ենք գազին եփվելու, պետք է լինի կիսաեպ չլխկված, իսկ փորած կարտոֆիլները տեղափոխում ջեռոց։ Տապակի մեջ բուսայուղ ենք ավելացնում, գլուխ սոխ ենք կտրատում ըստ ցանկության, ես նախընտրում եմ անպայման կտրատեմ։ Մի փոքր վարդագույնելուց հետո ավելացնում եմ կտրատած, եփած հավի կրծքամիսը և եփած սունկը, էլի կտրատած։ Մթերքը նախօրոք կտրատել եմ, որպեսզի շատ չձանձրացնեմ ձեզ։ Կարտոֆիլը կիսաեպ վիճակում, այնպես որ չլխկվի, մի քիչ էլ մանրացրել եմ, ավելացրել եմ էստապակած մասսային, սև պղպեղ եմ ավելացնում, աղն եմ ստուգում և կարագ եմ դնում մի կտոր։ Ի դեպ, աղի համը պետք է մի թեթև թույլ լինի, անալի լինի, որպեսզի պանիրը ավելացնելուց հետո հանկարծ աղի չստացվի, թեպետ սուլուգունի պանիր եմ օգտագործում, այն իր տեսակով աղի չի լինում։ Մի քիչ քերած պանիրը ավելացնելուց հետո, երբ զանգվածը դարձնում է կպչուն, այսինքն պանիրը հալվում է և զանգվածը այսպիսի թելիկներով կպչուն է լինում, տապակը գազից վերցնում ենք և սկսում ենք լցոնել մեր փորած կարտոֆիլները։ Ի դեպ ասեմ, կարտոֆիլները դնում ենք ջեռոց, որպեսզի եփվեն։ Միջուկը կամ ինչպես կարող եք անվանել խճողակը արդեն պատրաստ է, ջեռոցից հանել եմ նաև եփված կարտոֆիլները։ Հիմա պետք է լցոնեմ։ Յուրաքանչյուր կարտոֆիլի մեջ գդալով տեղափոխում եք միջուկից։ Այստեղ ես մի ձեռքով նկարում եմ, մյուս ձեռքով աշխատում, բայց հիմա կանջատեմ, կդադարեցնեմ նկարելը և ամբողջը կլցոնեմ, նոր կմիանամ ձեզ։ Սեղմելով եմ լցնելու, որպեսզի ամեն կարտոֆիլի այդ կաղապարի մեջ ավելի շատ միջուկ տեղավորվի և միջուկից չմնա, ամբողջը լռանա հենց կարտոֆիլներով, նոր պանիրը ցանեմ վրան, տեղափոխեմ ջեռոց։ Առատ պանիր ենք դասավորում երեսին, ամենավերջին շերտին, այստեղ լավ սեղմում եք, որպեսզի կպնի միջուկին, չթափվի ու սիրելիներս, ես չեմ սիրում, երբ նման դեպքերում պանիրը հալվելուց հետո կարմրում է, ես այդ համը չեմ սիրում, չորանում է։ Դրա համար հենց այս վիճակով, երբ թույլ արդեն հալված է լինում, ջեռոցից հանում եմ և մատուցում։ Սիրելիներս, միջուկը եփված է, ընդամենը պաների հալվելն է պետք, տաք-տաք լցնում եք, տեղափոխում ջեռոցը, երեսի պանիրն էլ արդեն հալվում է, հանում եք ու մատուցում։ Շատ համեղ է ստացվում, փորձեք, կարող եք նաև ուրիշ միջուկներով պատրաստել, բայց ես առաջարկում եմ հենց սա։ Մեզ բարի ախորժակ, ձեզ բարի դիտում, պանիրը, սուլուգունի պանիրը ճիշտ ջեռոցում եփելու ընթացքում հենց այսպես ճևում է, ձգվում է, իսկ եթե ճիշտ չտեղափոխեք, ժամանակից շուտ հանեք կամ ժամանակից ուշ, թեկուզ պիցցաների ժամանակ, նման ծորացող պանիր չեք ունենա։ Այսօր էլ այս տարբերակով ուզեցի ձեր ընթրիքը հեշտացնել, առաջարկ եմ պատրաստեք լցոնած կարտոֆիլ, առաջարկս էլ եթե հավանեցիք, կիսվեք ձեր էջերում, տարածեք և մեկնաբանության դաշտում գրեք դուք ինչպես պատրաստեցիք և ինչքանով հավանեցիք։ Շնորհակալ եմ, որ դիտեցիք։